Սպառնալիք, թե միջազգային հանրության աչքին թոզ փչելու փորձ։ Բաքուն կոչ է անում Հայաստանին հնարավորինս շուտ կնքել խաղաղության համաձայնագիրը։ Ստորագրելու հնարավորությունը հավերժ չէ։ Խաղաղության համաձայնագրի տեքստի վերաբերյալ ավարտված բանակցությունները ճանապարհ են բացում հարաբերությունների կարգավորման եւ դիվանագիտական կապերի հաստատման համար, սակայն դրա համար Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր սահմանադրության մեջ, հրաժարվի տարածքային հավակնություններից եւ օտար ուժերին դուրս բերի սահմանաբերդ շրջաններից։ Միջազգային հանրությանը ցույց տալ, որ այս ֆիլմի բացասական հերոսը Հայաստանն է ու խաղաղություն չի կնքվում հենց Հայաստանի պատճառով։ Ըստ ադրբեջանագետի սա է Ամիրբեկովի հայտարարության տողատակը։ Ամիրբեկովը ներկայացնելով դա որպես Հայաստանի կողմից չստորագրվելու պարագան, իրականում մի նկատի ունի, որ Հայաստանը պետք է կատարի Ադրբեջանի բոլոր պահանջները, հետո նոր Ադրբեջանը կստորագրի։ Դրա մասին խոսում է Ալիևը։ Քաղաքագետի խոսքով էլ պաշտոնական Երևանը պետք է համաձայնի կատարել բոլոր պահանջները։ Դրա համար շատ ժամանակ չունի, չկատարելու դեպքում էլ համաձայնագիրը չի ստորագրվի, իսկ Ադրբեջանի պահանջներն անվերջ են։ Այդ պայմանները վերջ չի լինելու։ Հայաստանը պատրաստ է իր ստորագրությունը դնել եւ այլն։ Բայց նրանք դրան պատասխան պահանջներ են առաջադրում անընդհատ։ Սահմանադրություն փոխել, ԵԱԿ Մինսկի խումբը լուծարել, 300,000 ադրբեջանցի պիտի գա Հայաստան, Զանգեզուրի միջանցք այսպես կոչված եւ այլն։ Այսինքն հավերժ պահանջներ են առաջադրում։ Խաղաղասերի դիմակի տակ թաքնված Բաքուն զուգահեռ հող է նախապատրաստում սադրանքի համար։ Միայն մարտին Ադրբեջանն իրենց դիրքերի վրա կրակելու մասին 13 ապատեղեկություն է տարածել։ Փորձագետի խոսքով նպատակը մեկն է՝ աշխարհի աչքին արդարացնել հետագա արարքները։ Ադրբեջանը հրահրելու է սադրանքներ եւ նախապատրաստական աշխատանքները արդեն տարվում են։ Հայտարարություններ, որ Հայաստանը հրադադար է խախտում, որ Հայաստանը կրակում է, Հայաստանը զինվում է, Հայաստանը պատրաստվում է պատերազմի։ Իսկ վերջին մեկ շաբաթում Սյունիքի տարբեր գյուղերում լսվում են կրակոցների ձայներ։ Պաշտպանության նախարարը վստահեցնում է, թե սահմանի երկայնքով տեղի ունեցած կրակոցները Հայաստանի ուղղությամբ չեն եւ որևէ վտանգ չի սպառնում, իսկ ՀՊ падգամավորները հակասում են իրենք։ Վտանգ կա, բայց առիթ ու հիմք չկա, կրակոցներից վտանգ կա, բայց վտանգ չկա։ Եթե կրակոց կա, վտանգ ամեն դեպքում կա։ Բա Հայաստանի Պաշտպանության նախարարության հաղորդագրությունը կարդացել եք, այնտեղ բան կա, որ անհասկանալի է։ Վտանգավոր չեն այդ կրակոցները։ Դե հա։ Ֆնածախի բնակիչներն անհանգստացած են։ Լսեք, անհանգստությունը այո կա, բայց վտանգ չկա։ Ես չեմ ուզում հիմա մենք քաղաքագիտական վերլուծության մեջ գնանք։ Հարցնում եք, վտանգ կա։ Վտանգ միշտ էլ կա։ Ոչ չէի ասի, որ վտանգը ավելի շատ է, քան 3։ Իսկ մասնագետը պնդում է, այս սադրանքներով ու հայտարարություններով Ադրբեջանը մեսիջ է ուղարկում Հայաստանին, կամ մեր պահանջները կբավարարեք ձեր կամքով, կամ կստիպենք։ Եթե դուք դա խաղաղ ձևով չանեք, մենք մեր ուզածին հասնելու ենք ուժի գործադրմամբ։ Թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը ամենևին էլ Հայաստանի Հանրապետության հետ պայմանագիր, առավել եւս խաղաղության պայմանագիր կնքելը չէ։ Նրանց նպատակն է ուղղակի Հայաստանի Հանրապետությունը վերացնել աշխարհի հարավկովկասյան տարածաշրջանի քաղաքական քարտեզից, հայություն Հայաստանի Հանրապետությունում ապրող ազգությամբ հայերին են ենթարկել ցեղասպանության։ Փորձագետի խոսքով Բաքուն պաշտոնական Երևանին չի վստահում, հետևաբար սեփական պահանջներն ստանալու լավագույն միջոցը ստիպելն է ու օղակը Հայաստանի շուրջ մինչև վերջ սեղմելը։ Գառնի Մութաֆյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։